Հաճախ բուժառուները տանը չեն պահպանում իրենց բժշկական փաստաթղթերը։ Հասկանանք այդ ինչ թղթերի մասին է խոսքը։ Օրինակ, էպիկրիզը, նույն ինքը հիվանդության պատմությունը, լաբորատոր հետազոտությունների տվյալները, գործիքային հետազոտությունների արդյունքները, օրինակ, սոնոգրաֆիան, համակարգչային տոմոգրաֆիան, MRT-ն եւ այլն։ Իրականում շատ կարևոր է պահպանել այս բոլոր փաստաթղթերը անկախ դրանց վաղեմությունից։ Բացատրեմ, թե ինչու։ Այս բոլոր բժշկական փաստաթղթերը անհրաժեշտ են հետազոտող բժշկին գնահատելու համար, վիճակի լավացումը կամ վատացումը, վիրահատություններից հետո, որևէ բուժման կուրսի ավարտից հետո, հիվանդության կրկնվելու հավանականությունը, ինչպես նաև պրոցեսի տարածվածությունը եւ բարդությունների առկայությունը։ Երբ դուք ներկայանում եք հետազոտության առանց ձեր նախկին բժշկական փաստաթղթերի, դուք կարող եք ստանալ տվյալ հետազոտության ոչ ճշգրիտ գնահատական, կորցնելով ձեր թանկարժեք ժամանակը եւ ֆինանսական ռեսուրսները։ Այնպես որ միշտ պահպանեք ձեր բժշկական փաստաթղթերը եւ ներկայացրեք դրան բժշկին դիմելիս։